Կենտրոնական մասում ճառագայթաձև զարդանախշ է, որը բնորոշ էր տվյալ ժամանակաշրջանին եւ ենթադրվում է արևի պաշտամունքը կամ հավերժության գաղափարն է խորհրդանշում։ Շիրակի մարզի Բենյամինի հնավայրից հայտնաբերված այս տափաշիշն օգտագործել են հեղուկ պահելու եւ տեղափոխելու համար։ Շիրակ աշխարհի տարբեր հնավայրերից, բնակավայրերից պեղված նյութերը ժամանակավոր ցուցադրվում են Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանում։ Համագործակցությունն առաջի անգամ է եւ հուսամ ոչ վերջին անգամը պարբերաբար կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, տարբեր ցուցահանդեսներ, միջմարզային մշակութային կապերի ամրապնդում է եւ քանի որ Շիրակի երկրագիտական թանգարանը ունի շենքային պայմաններ եւ ունի նաեւ ցուցադրություն, սա լավ առիթ հանդիսացավ, որպեսզի մի փոքր մասը իրենց ֆոնդային հավաքածուից ներկայացվի այստեղ եւ Լոռվա այցելուները, Վանաձորի այցելուները կարողանան ծանոթանալ նաեւ Շիրակի մշակույթին։ Մեր թվարկությունից առաջ երրորդից առաջին հազարամյակով վաղ բրոնզից մինչև ուժ երկաթի դարաշրջանով թվագրվող ցուցանմուշները հիմնականում հայտնաբերվել են Շիրակավան, Բենյամին, Մեծ Սեպասար, Ազատան եւ Կառնուտ բնակավայրերից։ Ցուցադրված են կավանոթների, ծիսականանոթների, պերճանքի առարկաների, զինատեսակների եզակի նմուշներ։ Առնչվում ենք պատմական անցյալի հետ եւ ներկայացնում ենք մեր նախնիների պատմությունը, որը շատ կարեւոր է։ Եվ երկրորդը անհրաժեշտություն կա, որպեսզի հիշենք պատմական անցյալը եւ արժևորենք, ինչպես նաեւ գնահատենք եւ պահպանենք։ Այս երկու հիմնահարցերը հաշվի առնելով մենք մշտապես շարունակել ենք եւ շարունակելու ենք համագործակցությունը եւ Հայաստանի եւ Հայաստանից դուրս բոլոր թանգարանների հետ։ Միաժամանակ նշեմ, որ մենք մայիսին նաեւ բավականին մեծ ցուցադրություն ունենք Ֆրանսիայում, արդեն նյութերը ուղարկված է մայիսի 23-ին Փարիզի թանգարաններից մեկում, ավելի ճիշտ Դուսակ դե Շատոյի թանգարանում կունենանք բավականին մեծ ցուցադրություն։ Շիրակի մշակույթ խորագրով ցուցադրությունը Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանում բաց է մինչև հունիսի 10-ը։ Սերինե Սերոբյան լուրերի համար։